մենք սենց հսկայական կորուստներ ենք ունեցել, որ չեն գրառել։ Իդեպ 10-րդ դարում եւ հետո իռլանդացիները իրանց այդ հին վիպասքերը գրառեցին։ Իսկ մերոնք միջև ուշ միջնադար եւ շնորհալու ժամանակ բողոքում էին, որ դեռ այդ գուսանները գալիս են եկեղեցու բակերում եւ այլուր եւ երգելով պատմում են մեր հին այդ ասքերը պետք է արգելել, ուրեմն այդ երգը, այդ պարը եւ մեծարում էին մի Գրիգոր Խուլ անունով երաժիշտ կար, հայտնի միջնադարյան, նա հատկապես մեծարված է նրանով, որ ականջները մոմ էր մցնում, որպեսզի ժողովրդական երգը չլսի եւ հոգին չպղտորվի, չաղավաղվի եւ նրան որպես օրինակ եկեղեցին բերում էր, որ ինչքան զարգացած մարդ է ինքը այդ Գրիգոր Խուլը։ Նրանից տարիներ հետո պետքա գար մի վարդապետ, որը բոբիկ ոտքերով պիտի շրջեր գյուղերը եւ հավաքեր գյուղացիներից այդ երգը, որը մոմած ականջներով չէին ուզում լսեին եւ նույնիսկ Կոմիտասի հավաքագրելուց հետո այդ երգը էլի մոմած ականջներ կային։ Գրիգոր Խուլի այսպես ոչ թե սերունդները, հետևորդները պիտի զարմանաք, որ մինչև 19-րդ դար պահպանվել էին եւ Կոմիտասի գրառած երգերին ասում են թրիքի հոտ է գալիս։ Եվ հոդվածներ էին գրում նրա դեմ։